Բոլորին օժտվածը դասընթացի վերջին 8-րդ դասին։ Ես այսօր շատ ոգևորված եմ երկու բանի համար։ Նախ խոսելու ենք մեր պարգևները աճեցնելու, զարգացնելու մասին։ Այսօր ինձ հետ է իմ թանկագին ընկեր Քրիսը, Քրիս Փեյսը, ով նաև մեր թիմի անդամներից է։ Ուզում եմ ներկայացնել բոլորին Քրիս Փեյս։ Ողջույն։ Նախ եւ առաջ ասեմ, որ Քրիսն Ավստրալիայից է։ Երկրորդը նա աշխատել է Messenger-ի համար։ Որքան ժամանակ։ 2004 թվականի վերջից աշխատել եմ։ Մենք աշխատում էինք պահեստում։ Պահեստում եկեղեցական կապերի ուղղությամբ։ Հիշում ես միշտ ասում էիր կրակը վառ պահիր, Ջոն, վառ պահիր։ Միշտ ուրախանում էի, երբ տեսնում էի քեզ։ Շարունակիր վառ պահել կրակը։ Ինչևէ, ծնունդով Մոլդովայից ես, ճիշտ է։ Մալթա, ծնողներս Մալթայից են։ Ես ծնվել եւ մեծացել եմ Ավստրալիայում։ Սակայն ազգությամբ մալթացի եմ։ Լավ, ես էլ ազգությամբ իտալացի եմ։ Մալթան նման է Իտալիային, մշակույթները նման են։ Եկ սկսենք, Քրիս, ինչից ենք խոսելու այս դասին։ Խոսելու ենք այն մասին, թե ինչպես աճեցնեք, զարգացնեք ձեր պարգևները։ Ուզում եմ սկսել հետևյալ հարցն ուղղելով մեր լսարանին։ Երբևէ մտածել եք, թե ինչու են ոմանք այդքան լավ անում այն, ինչ անում են։ Որ ոլորտից էլ խոսենք, լինի սպորտ, բիզնես, արվեստ, թե ծառայություն, միշտ լինում են մարդիկ, ովքեր հիացնում են մեզ նրանով, թե որքան լավ են անում այն, ինչ անում են։ Ու հեշտ է կարծել, թե այդ մարդիկ պարզապես օժտված են, պարզապես ի ծնե ինչ-որ յուրահատուկ տաղանդ ունեն։ Մինչդեռ մենք չենք տեսնում այն աշխատանքը, որ նրանք արել են ծածուկում, ետնաբեմում, երբ ոչ ոք դա չի նկատել, ինչի շնորհիվ հիմա տեսանելի է նրանց տարբերությունը մյուսներից։ Ծածուկում նրանք զարգացրել են իրենց պարգևը։ Ահա թե ինչու ոչ միայն կարևոր է բացահայտել պարգևդ, այլև զարգացնել այն։ Սկզբունքը հետևյալն է. Աստված հայտնապես վարձատրում է այն աշխատանքի համար, որը մենք անում ենք ծածուկում։ Որքան զորեղ է դա, Քրիս։ Եկեք տեսնենք, թե ինչ էր ասում Պողոսը իր երիտասարդ աշակերտին Տիմոթեոսին, այն բանի մասին, ինչին դու քիչ առաջ անդրադարձար։ Մեջբերում եմ առաջին Տիմոթեոսի 4:14 եւ 15 խոսքերը ընդլայնված թարգմանությունից։ Պողոսը պնդում է անում՝ մի անարգիր այն պարգևը, որը քեզանում է, պարգևները քեզանում են, Աստված է դրանք ձեզ ավանդում։ Այդ հատուկ ներքին օժտումը, որը քեզ տրվել է անմիջականորեն Սուրբ Հոգուց մարգարեական խոսքով, երբ երեցները ձեռնադրել են քեզ։ Պողոսը պնդում է՝ մի անարգիր։ Անարգելը հետաքրքիր բառ է։ Այն նշանակում է բավականաչափ ուշադրություն չդարձնել կամ պատշաճ կերպով հոգ չտանել։ Այ քեզ բան, վաու, մի պահ խորհեք սրա շուրջ։ Բավականաչափ ուշադրություն չդարձնել կամ պատշաճ կերպով հոգ չտանել։ Այսինքն, երբ մենք անարգում ենք մեր պարգևը, այն մնում է քնած, պասիվ, չի գործում։ Ուստի ինչ պետք է անենք, որ չանարգենք մեր պարգևը։ 15-րդ խոսքում Պողոսը շարունակում է. վարժվիր դրանցում եւ աճեցրու դրանք, խորհրդացիր դրանց շուրջ։ Ամբողջությամբ ընկղմվիր դրանց մեջ, որպես քո ծառայություն։ Տիմոթեոսի դեպքում խոսքը ծառայությանն էր վերաբերում։ Գուցե հիմա այս խոսքը ուղղված է ինչ-որ մեկին, ով ներգրավված է բժշկության կամ սպորտի ոլորտում, որպեսզի ձեր առաջընթացը հայտնի լինի բոլորին։ Այո, հրաշալի է ասված, հրաշալի է ասված։ Նկատի առեք, որ ասում է այս բաները կօգնեն ձեզ, որպեսզի ձեր առաջընթացը հայտնի լինի բոլորին, եւ առաջին բանը, որը նշում է, վարժվելն է։ Վարժվել նշանակում է վարպետանալ հմտանալու նպատակով։ Ինչ սա դուր է գալիս, քանի որ հմտանալու նպատակով ինչ-որ բան կրկնողաբար անելու եւ վարպետանալու մեջ կա լրջություն, բոլորի առջեւ ինչ-որ բան լավ անելու համար անհրաժեշտ է դրանում վարժվել, երբ ոչ ոք քեզ չի տեսնում։ Մեկ անգամ եւս կասեմ սա, բոլորի առջեւ ինչ-որ բան լավ անելու համար անհրաժեշտ է դրանում վարժվել, երբ ոչ ոք քեզ չի տեսնում։ Ինչ նկատի ունեմ սա ասելով։ Ջոն, ես որպես օրինակ անդրադառնամ քեզ, շատ մարդիկ կան, ովքեր կցանկանային անել այն, ինչ դու ես անում։ Ցանկանում են աշխարհով մեկ ճամփորդել, ցանկանում են հազարավորներին քարոզել, գրքեր գրել եւ միլիոնավոր օրինակներով վաճառել, սակայն պատրաստ չեն վճարելու այն գինը, որը դու ես վճարել։ Նրանք պատրաստակամ չեն անելու այնինչ դու ես արել, որպեսզի հասնեն այնտեղ, որտեղ հիմա գտնվում ես։ Ինչ որ բանում վարժվելը ճանապարհ է բացում բարձրանալու համար։ Վարժվելն է, որ պատրաստում է մեզ վերջնական կատարողականի համար, քանի որ կատարողականդ միշտ պայմանավորված է նրանով, թե որքանով ես վարժված։ Այնքան հեշտ է դիտել 10 վայրկյան տևող ինչ որ կատարում, ինչպես օրինակ օլիմպիականների 100 մետրանոց
հեռուստացանոց մրցավազքը կամ Անդրեա Բոչելիի 5 րոպե տևողությամբ կատարումը եւ ասել՝ «Օ, հրաշալի է, այս տղան անգերազանցելի է, նրա կատարմամբ դա այնքան հեշտ է թվում»։ Սակայն մենք մոռանում ենք, որ նման բարձր մակարդակի կատարողականի համար պահանջվել է տարիների աշխատանք։ Բոլորս էլ լսել ենք հետեւյալ արտահայտությունը՝ լավ ենք անում այն, ինչ շատ ենք անում։ Այո, լսել ենք։ Եվ դա այդպես է, վարժվելը պատրաստում է մեզ եւ հնարավորություն է տալիս աճեցնելու, զարգացնելու մեր պարգևները, սրելու մեր հմտությունները, ճիշտ է։ Մարդու վարքագծի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, քեզ սա դուր կգա, քանի որ դու այսպես ասած թվերի մարդ ես, որ ինչ որ ոլորտում փորձագետի հմտության հասնելու համար գրեթե 10,000 ժամ վարժվել է պետք։ Եթե դա բաժանենք օրերի եւ տարիների, կստացվի 20 տարի շարունակ ամեն օր մոտավորապես 90 րոպե կամ 1.5 ժամ զբաղվել տվյալ գործով։ Լավ, նշածս ուսումնասիրության մասին պատմել է Մալքոլմ Գլեդվելը իր արտասովորները գրքում, սակայն գիտեք, այն մարդը, ով այս ուսումնասիրության նախաձեռնողն է եւ նետել է 10,000 ժամ ինչ որ բանում վարժվելու մարտահրավերը, ասում է, որ բավական չէ պարզապես վարժվել այդ ժամերի ընթացքում, այլ դա պետք է անել, ինչպես ինքն է ասում, նպատակայնորեն։ Ինձ դա դուր է գալիս։ Այո, ուստի բավական չէ պարզապես լրացնել այդ ժամերը, եթե դա նպատակաուղղված չեք անում։ Պետք է նպատակաուղղված վարժվեք բարելավելու նպատակով։ Ամեն։ Ինձ դա դուր է գալիս։ Բացատրելու համար կօգտագործեմ ավտոմեքենա վարելու հմտությունները զարգացնելու օրինակը։ Երբ նոր ենք սովորում վարել, դա անում ենք շատ նպատակային։ Մենք նպատակայնորեն ենք մոտենում վարելու հմտությունները զարգացնելուն, քանի որ գիտենք, որ պետք է թեստ անցնենք, ճիշտ է։ Հետևաբար չենք գերազանցում արագությունը, կանգ ենք առնում կարմիր լույսի տակ, արգելակում ենք, երբ կանգ առնելու նշան ենք տեսնում, պտտվելիս միացնում ենք թարթիչ լույսերը ու հանձնում ենք քննությունը, սակայն ի վերջո մի քանի տարի վարելուց հետո, մի քանի տարի որպես վարորդ վարժվելուց հետո, եթե չշարունակենք նպատակայնորեն բարելավել, հետընթաց կապրենք։ Այո, քանի որ լավը լավագույնի թշնամին է։ Եթե չշարունակեք ջանք գործադրել, ապա ձեր հմտությունը կթուլանա։ Գիտեք, հաճախ ենք լսում, որ վարորդները կանգ չեն առնում կարմիր լույսի տակ, շարունակում են վարել, նույնիսկ երբ կանգ առնելու նշան է դրված, չեն միացնում թարթիչ լույսերը, խախտում են գիծը, խախտում են թույլատրելի արագությունը, չափից արագ են վարում։ Ուստի եթե նպատակայնորեն չբարելավեք ձեր հմտությունը, ապա այն ինքնաբերաբար չի բարելավվի։ Քրիս, հիշում եմ, երբ թենիս էի խաղում, 6-ից 8 ժամ անցկացնում էի թենիսի հրապարակում, ու մայրս սպառնում էր, որ անկողինս տեղափոխելու է այնտեղ։ Ես անում էի ամենը, ինչ կարող էի, նպատակայնորեն մարզվում էի։ Հիշում եմ, բացահայտել էի, որ ձեռնացությունը օգնում է բարելավելու ձեռքերի եւ աչքերի կոորդինացիան։ Եվ այդպես օրը կես ժամ թենիսի հրապարակում ձեռնացություն էի անում, որպեսզի բարելավվեր ձեռքերիս ու աչքերիս կոորդինացիան։ Ես նպատակայնորեն կրկնում էի եզրագծերի մոտ հարվածները, հիմնական եզրագծից 2 ոտնաչափ հեռավորության վրա, քանի որ երբ շատ բարձր հասակ չունես, մրցակիցդ առավելություն ունի։ Այդ ամենն անում էի նպատակայնորեն։ Չէի գնում մարզման պարզապես գնդակին հարվածելու համար։ Երբեմն այդպես էլ էր պատահում, բայց սովորաբար մարզումները շատ նպատակային էին, բարելավվելու որոշակի ոլորտում հարվածի որոշակի ձևի մեջ։ Այնպես որ կարող եմ հաստատել, որ դա ճիշտ է։ Ցանկանամ մեջբերում անել այն մարդու կյանքից, ում մասին ասում էի։ Նա Անդերս Էրիքսոնն է, դասախոսում է Ֆլորիդայի պետական համալսարանում։ Մի հրաշալի գիրք ունի մարդու փորձագիտության գագաթնակետը։ Նա հետևյալ խոսքերն է ասում. ինչ վերաբերում է նպատակայնորեն վարժվելուն, ահա թե ինչպես մի քանի բառով կարելի է բացատրել նպատակային վարժանքը։ Դուրս եկ քո հարմարավետության գոտուց, սակայն արադահատուկ կենտրոնացմամբ։ Ինձ դուր է գալիս այս մասը հստակ նպատակներով, այդ նպատակներին հասնելու ծրագրով, ինչպես նաև առաջընթացիդ հետևելու ձգտումով։ Իսկ շարունակության մեջ ասում է մոտիվացված մնալու ձև գտիր։ Իսկ հետո ասում է, որ սա հիմնարար ճշմարտություն է ցանկացած տեսակի մարզման համար։ Եթե քեզ երբևէ դուրս չանես հարմարավետության գոտուց, ապա երբեք ավելի լավը չես դառնա։ Այնքան կարևոր է սա շեշտադրելը։ Ինքդ քեզ պետք է առաջ հրես, իսկ դա արվում է ծածուկում, ինչպես դու էլ ասացիր։ Անում ես, երբ մենակ ես։ Շատերը չեն հասկանում, որ հենց այդտեղ է տեղի ունենում իրական աճը։ Ավելի մանրամասն կխոսենք խորհրդածելու եւ զարգացնելու մասին եւ կբացատրենք, թե ինչու է այս սկզբունքը գործում։ Թույլ տվեք հիշեցնել, բոլորի առջև ինչ որ բան լավ անելու համար անհրաժեշտ է դրանում վարժվել, երբ ոչ ոք քեզ չի տեսնում։ Հրաշալի է ասված։ Իսկ հիմա անցնենք Պողոսի նշած երկրորդ բանին, խոսքը աճեցնելու մասին է։ Աճեցնել նշանակում է զարգացնել կրթվելով կամ սովորելով, նաև նպաստել որևէ բանի աճին կամ զարգացմանը, լավ։ Վարժվելն ավելի գործնական մի բան է, իսկ աճեցնելը զարգացնելը կրթական։ Աճեցնելու մասին մտածելիս մտապահեք coaching, այսինքն մարզում ասվածը, նրանք, ովքեր իրենց պարգևի մեջ հասել են գերազանցության, այդ ճանապարհին ունեցել են առաջնորդ, այսինքն մարզիչ կամ մենթոր։ Մարզում կամ ուղղորդում ստանալու երկու ձև կա։ Կա ուղղակի մարզում եւ անուղղակի մարզում։
Ուղղակի մարզումը ավելի առանձնահատուկ է ուղղված տվյալ անձնավորությանը, մինչդեռ անուղղակի մարզումը գրքերի, դասընթացների, հոլովակների միջոցով է։ Շատ բաներ կան, որոնք դու շատ լավ ես անում, Ջոն, ճիշտ է։ Դրանցից մեկը թենիսն է։ Շնորհակալ եմ հաճոյախոսությունների համար։ Դա ճշմարտությունն է։ Այդ բաներից մեկը թենիսն է։ Բացատրիր մեզ, թե ինչպես է մարզումը թենիսում օգնել քեզ բարելավել խաղդ։ Ավագ դպրոցի վերջին տարիներ 3 տղաներով գիտեինք, որ թենիսի ուղղությամբ էինք շարունակելու։ Տղաներից մեկը գնաց տենիսի, մյուսը հարավային Կալիֆոռնիա, իսկ ես Փորդյու։ Մեր քաղաքի պրոֆեսիոնալ մարզիկը երբեմն հրավիրում էր մեզ թենիսի փակ հրապարակ եւ հատուկ դիտում մեր խաղը հայտնաբերելու մեր թույլ կողմերը։ Եվ մենք ամեն կեսօր դպրոցից հետո 1-1.5 ժամ պարապում էինք հենց այդ թույլ կողմերը բարելավելու ուղղությամբ։ Ձմեռ էր, դրսում ցուրտ էր, թենիսի փակ հրապարակում էինք մարզվում, նա պատրաստում էր մեզ, բոլորիս էր պատրաստում։ Որքան հիշում եմ, այն տղան, որ գնաց տենիսի, չշարունակեց, սակայն մյուսներս նպատակայինորեն զբաղվում էինք թենիսով եւ մտանք թիմեր։ Դրա համար նպատակայնություն պահանջվեց։ Ես ունեմ ընկերներ, ովքեր շատ ժամանակ են անցկացնում գոլֆ խաղալով։ Հիմա կարելի է iPhone-ի օգնությամբ, iPhone-ի հավելվածների օգնությամբ կարգավորումներ անել եւ դիտել։ Քրիս, որպես քարոզիչ ես գիտեմ, թե որքան տհաճ բան է սա, ու շատերը կարող են չպատկերացնել, թե ինչու, սակայն ինքս դիտում եմ իմ քարոզները, անտանելի բան է։ Տանել չեմ կարողանում, սակայն նկատել եմ, որ դա անելով բացահայտում եմ բաներ։ Օրինակ, ինչ-որ սովորություններ, որոնք չեմ հավանում։ Արդյունքում հասկանում եմ, որ պետք է փոխեմ այդ սովորությունը։ Օրինակ, ինչ-որ արտահայտություն չափից շատ եմ կրկնում։ Հարկավոր է կենտրոնանալ նման բաների վրա։ Զարմանալի է, թե որքան բան կարող ես սովորել կամ մշակել ինքդ քեզ դիտելով։ Հետո դիտում եմ ուրիշներին եւ տեսնում, թե ինչպես են նրանք վարվում տարբեր իրավիճակներում, ինչպես են հասկանում լսարանին եւ խոսում հենց այն մասին, ինչ տեղի է ունենում լսարանում։ Այո, այդտեղ դու անուղղակի մարզում ես ստանում։ Դու խոսեցիր այն մասին, թե ինչպես էին քո մարզիչները քեզ հատուկ ցուցումներ տալիս այն մասին, թե ինչպես բարելավես որոշակի հմտություն։ Ջոն, ասա խնդրում եմ, թե որքան կարևոր է ընդունող եւ սովորող լինելը ուղղորդում ստանալու համար։ Հիմա ես 61 տարեկան եմ, Քրիս, եւ նպատակ եմ դրել, որ պետք է շարունակեմ սովորող սիրտ ունենալ։ Հիսուսն ասել է, որ եթե երեխայի նման չընդունեք արքայությունը, մուտք չեք գործի այնտեղ։ Խոսքը Աստծո արքայության իշխանության եւ գերակա ղեկավարության դաշտ մուտք գործելու մասին է։ Ուստի նա ասել է, որ այդտեղ մուտք գործելու համար պետք է երեխայի սիրտ ունենանք, իսկ երեխան հակված է սովորելու։ Իմիջիայլոց երեխաներին այնքան հեշտ է սովորեցնելը, նրանք նույնիսկ դյուրահավատ են։ Մենք չպետք է լինենք դյուրահավատ, սակայն պետք է ունակ լինենք մշտապես սովորելու եւ մշտապես աճելու։ Եվ որպես 61-ամյա մարդ կարող եմ ասել, որ այնքան եմ ցանկանում աճել։ Ես դա տեսնում եմ քո մեջ, Ջոն։ Դու քեզնից երիտասարդներին լսում ես։ Դու սկսել ես 45-ից 60 րոպե տևողությամբ քարոզներից եւ հիմա փորձում ես այդ ամենը զետեղել 15 րոպեի մեջ։ Գիտես, հիշում եմ, թե ինչպես 35 տարի առաջ, երբ նոր էի սկսել քարոզել, մինչև 2 ժամ խոսում էի եւ պետք է սովորող լինեի։ Ես կրճատեցի քարոզներս մինչև 35 րոպե։ Ես ասում էի. «Լավ, Տեր, դու գիտես, որ ես այսքան բան ունեմ տալու։ Ես հյուր եմ մեկ ուրիշի տանը, գնում եմ նրանց եկեղեցի եւ այս ուղերձը պետք է փոխանցեմ 35 րոպեում»։ Սուրբ Հոգի, սովորեցրու ինձ, թե ինչպես անել սա։ Ես խոսում եմ մարդկանց հետ, նրանց հարցեր եմ տալիս։ Պետք է միշտ պատրաստական լինել, աճելու, սովորելու եւ բարելավելու այն պարգևը, որն Աստված տվել է։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 125 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։ Ուսումնասիրեցինք վարժվելու եւ աճելու թեմաները, երրորդ բանը, որի մասին Պողոսը խոսում է, խորհրդածությունն է կամ մեդիտացիան։ Հետաքրքիր է, խորհրդացել նշանակում է խորհել, խորհրդածելու մեդիտացիայի հիմնական սահմանումներից մեկը խորհելն է։ Եվ մարդիկ խուսափում են խորհրդածություն կամ մեդիտացիա ասվածից աղանդների պատճառով։ Ես չեմ ուզում լինել մեդիտացիա անող, սակայն խորհրդածությունը շատ կարևոր բան է, այն Աստծուց է տրված, այնպես որ ինքներդ էլ սկսեք, շարունակիր խնդրեմ։ Այո, այն լավ բան է, շնորհակալ եմ, որ նշեցիր դա, քանի որ այդ բառի վրա կարծես ինչ որ բացասական պիտակ լինի։ Սակայն խորհրդածություն կամ մեդիտացիա ասվածի լավագույն սահմանումներից մեկը խորհելն է։
Աճի մի տեսակ կա, որ կարող է տեղի ունենալ միայն երբ կանգ ենք առնում եւ խորհում ենք մեր սովորած դասերի շուրջ։ Քանի որ եթե կանգ չառնենք, չխորհենք, չկլանենք այն, ինչը սովորել ենք, ապա կշարունակենք վարվել այնպես, ինչպես նախկինում։ Երբ խոսում էինք մարզվելուց դու կարճ ակնար կարեցիր, որ հոլովակներ էիր դիտում, ինքդ քո քարոզներն էիր դիտում, ինչու էիր անում այդ ամենը, ինչու էին դրանք կարևոր։ Դա օգնում էր ինձ խորհրդածելու այն մասին, թե ինչ փոփոխություններ պետք է անեի, որպեսզի բարելավեի Աստծուց տրված ուղերձը փոխանցելու կարողությունը։ Քրիս, անցյալ տարի մի բան լուրջ ազդեցություն թողեց ինձ վրա։ Պերույում ազգային համաժողովը նոր էինք ավարտել։ Մարդիկ շատ բարի էին, մեզ դիվանագիտական կարգավիճակ շնորհեցին։ Տարան մի հանգստի սենյակ, որտեղ միայն ես եւ Լիզան էինք։ Ուրիշ ոչ ոք չկար այդ սենյակում։ Միացված էր CNN հեռուստաալիքը եւ մի մարդ մրցում էր հասնելու Pikes Peak-ի գագաթը։ Նա արդեն 4 անգամ իր մոտոցիկլետով հաղթել էր այդ մրցարշավը, սակայն երբ լրագրողը նրան հարցեր էր տալիս, պարզվեց, որ նա շարունակում էր ժամեր շարունակ մարզվել։ Որքան հիշում եմ, ասաց, որ դեպի Pikes Peak-ի գագաթը տանող բլուրների վրա կա 157 ոլորան։ Եվ մինչև բում մրցարշավը նա իր մտքում բառացիորեն անցնում է բոլոր ոլորաններով։ Այս տղան արդեն 4 անգամ հաղթել էր, սակայն լրագրողուհուն պատմում էր, թե ինչպես էր կրկին պատրաստվում սարը բարձրանալ։ Նա մոտոցիկլետ վարելու արտասովոր պարգև ուներ։ Ահա թե ինչ ուժ ունի խորհրդածությունը։ Անկեղծ ասած, ամենամեծ հայտնությունները ստացել եմ հենց խորհրդածության ժամանակ։ Նստած մտածում եմ կույսերի առակի մասին։ Մտքումս պատկերացնում եմ 5 կույսերին։ Աչքերիս առջև է գալիս ամբողջ տեսարանը։ Պարզ է, նրանք քնած են։ Ինչու են քնած, Սուրբ Հոգի։ Հետո հանկարծ պարզվում է, որ մի քանիսն ունեն բավականաչափ յուղ, իսկ մյուսները չունեն։ Ինչ է կատարվում։ Հարցեր եմ տալիս, խորհրդածում եմ, խորհում եմ։ Պարզ է, այս ամենը շատ կարևոր է մեր անձնական աճի համար։ Մեկ անգամ ավետարանին մի մեծ ծառայող նայեց ինձ եւ ասաց, որ ինքը ամենաշատն աճում է, երբ խորհրդածում է։ Ասաց, պարզապես 30 րոպե նստում եմ աթոռին եւ մտածում եմ։ Լինի ծառայության, Սուրբ Հոգու հանդեպ զգայունության, թե Աստծո խոսքի հայտնությունների մասին։ Նա ասում է, որ հաճախ ինքը ամենաշատն աճում է, երբ պարզապես խորհրդածում է, մտածում, խորհում, քննում, պատկերացնում։ Խորհրդածությունը մի բան է, որի միջոցով կարող ենք հասկանալ, թե ինչ է Սուրբ Հոգին ցանկանում ասել։ Իմ սիրելի սուրբ գրային համարներից մեկն այն է, ինչ Հիսուսն ասում է Հովհաննեսի, ներեցեք Մարկոսի ավետարանում 4:24 խոսքում։ Ընդլայնված թարգմանությունն ասում է մտքի եւ խորհրդածության այն չափը, որ տալիս եք։ Այն չափով, որով ներդրվում եք ճշմարտությունը լսելու մեջ, այդ չափով էլ արժանիք եւ գիտելիք է վերադառնում ձեզ։ Նույն սկզբունքը վերաբերում է մեր պարգևներին։ Գուցե դուք հիմա նստած մտածում եք, որ չգիտեք, թե ինչպես պետք է խորհրդածել։ Ասում եք, ես չգիտեմ ինչպես են դա անում։ Ուզում եմ ձեզ հարցերի մի քանի օրինակ տալ, որոնց կարող եք պատասխանել խորհրդածության ձեր ժամերին։ Կարող եք սկսել հետևյալ հարցից. Ինչ եմ ես սովորում կյանքիս այս փուլում։ Սովորածիցս ինչն եմ կիրառում հենց հիմա։ Արդյոք կիրառում եմ այն ուղղորդումները, որ ինձ տալիս են իմ մարզիչները, ավակները, որոնք են իմ հիմնական թույլ կողմերը, որոնք են իմ հիմնական ուժեղ կողմերը։ Արդյոք ժամանակս արդյունավետորեն եմ օգտագործում։ Ինձ դուր է գալիս, թե ինչ է Ջոն Մաքսվելը գրել իր աճի 5 անգնահատելի օրենքները գրքում։ Նա ասում է, որ փորձառությունը չէ ամենալավ ուսուցիչը, այլ ճիշտ գնահատված փորձառությունն է։ Այնքան շատ բան կա պարունակված այս խոսքերում։ Գնահատելը։ Թույլ տվեք մի բան ասել, որտեղ շատերը հեշտությամբ սայթաքում են։ Յուրաքանչյուրիս հետ դա կարող է պատահել, խոսքս մտովի ալարկոտ դառնալու մասին է։ Եթե դադարես գնալ մարզասրահ, նստես բազմոցին եւ ուտես կարտոֆիլի չիփս, ապա կգիրանաս եւ կթուլանաս։ Այդպես էլ շատերը թույլ են տալիս, որ իրենց մտքերը թուլանան։ Քանի որ խորհրդածելուն ժամանակ չեն տրամադրում, ես ցանկանում եմ, որ իմ միտքը անընդհատ խորհրդացի, քննի, մտածի կարևոր բաների մասին, բաներ, որոնք կարդացել եմ։ Ես սիրում եմ օրս Սուրբ գրքով սկսել, Քրիս։ Ինչու՞։ Օրվա ընթացքում ազատ րոպեներիս խորհրդածում եմ դրանց շուրջ, փոխարենը թույլ տամ, որ միտքս դեգերի այսօայն կողմ։ Մտածում եմ Սուրբ գրքում կարդացածիս մասին։ Աստված ինչ շատ հայտնություններ է տվել մարդկանց համար խորհրդածելու հենց այդ րոպեներին։ Դա շատ գեղեցիկ բան է։ Հրաշալի է, Ջոն։ Ուսումնասիրեցինք վարժվելու թեման, ուսումնասիրեցինք աճելու թեման, խոսեցինք նաև խորհրդածությունից։ Վերջին բանը, որին Պողոսը անդրադարձել է, հետևյալն է՝ ամբողջությամբ տրվել։ Սրանով էլ կարծես եզրափակենք։ Կյանքից ստանում ես այն, ինչ ցանում ես։ Մեզնից յուրաքանչյուրը լի է ներուժով, սակայն դա բավարար չէ, եթե այդ ներուժը չենք զարգացնում եւ իրացնում։ Մենք պետք է ընտրություն կատարենք։ Արդյոք աշխարհը կզրկենք մեր պարգևներից, մեր ներուժից։ Տարիներ առաջ լսել եմ, թե ինչպես է մի քարոզիչ ասել. աշխարհի ամենահարուստ վայրերը Մերձավոր Արևելքի նավթի հանքերը չեն, այլ գերեզմանոցներն են, քանի որ հենց այդտեղ են թաղված երազանքները։
Պարգևներ, որոնք երբևէ չեն գործածվել, գրքեր, որոնք երբևէ չեն գրվել, երգեր, որոնք երբևէ չեն թողարկվել, երաժշտություն, որը մահացել է դեռևս չծնված, հասկանում եք, կզրկեք աշխարհը ձեր ներուժից, թե ձեր առանձնահատուկ ներդրումը կանեք եւ ձեր գեղեցիկ հետքը կթողնեք, ազդեցություն կունենաք ուրիշների վրա։ Ձեր տաղանդը Աստծո պարգևն է ձեզ, իսկ այն թե ինչ կանեք այդ տաղանդը ձեր պարգևն է Աստծուն։ Այնքան գեղեցիկ էր ասված, ինձ դուր եկավ։ Եվ ի վերջո ուզում եմ եզրափակել հետևյալով. Պետրոսը մի պնդում է անում 2 Պետրոսի 3:18-ում։ Նա ասում է. «Աճեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով եւ գիտությունով, աճեք շնորհքի մեջ»։ Իսկ հիմա հիշենք, որ շնորհքը խարիզման է։ Աճեք դրանում։ Այլ կերպ ասած, մենք պետք է աճենք մեր պարգևների մեջ։ Իսկ ինչպես անել դա։ Այնպես, ինչպես քիչ առաջ քննարկեցինք։ Առաջին գիրքս գրելու համար մի ամբողջ տարի պահանջվեց։ Վերջին գրքի բովանդակությունը ներսիցս դուրս հորդեց ընդամենը 3 ամսում։ Սկզբում ես այդքան էլ փորձառու գրող չէի։ Ինձնից պահանջվեց անել այն, ինչ քննարկեցինք այս դասընթացի շրջանակներում, որպեսզի աճեի։ Ու չնայած, որ այն գերբնական պարգև էր Աստծուց նրա տված կարողություններ, ես պետք է աճեի դրանում եւ սովորեի լսել։ Այստեղ ուշադիր եղեք, հարկավոր է աճել պարգևին տրվելու գործում եւս։ Այո, Շատ լավ է ասված։ Ինչպես որ ես պետք է սովորեի հանձնվել Սուրբ Հոգուն բեմական ծառայության մեջ, այնպես էլ դուք պետք է աճեք ձեր պարգևի մեջ, լինի ուռուցք վիրահատելը, ինչ որ մեկի ատամը բուժելը, թե հանրային դպրոցում դասավանդելը։ Պետք է աճեք այն կարողության մեջ, որն Աստված տվել է ձեզ, որպեսզի կատարեք այն, ինչի մեջ նա կանչել է ձեզ։ Իսկ հիմա Քրիստ ցանկանում եմ աղոթել նրանց համար, ովքեր մասնակցեցին այս դասընթացին։ Եվ ես հավատում եմ, Քրիստ, որ երբ մենք աղոթենք, Աստված մարդկանց պարգևներ է փոխանցելու։ Ես հավատում եմ, որ Աստված ցանկանում է ձեզ պարգևներ տալ։ Պողոսն ասել է. «Ես փափագում եմ գալ ձեզ մոտ, որպեսզի հոգևոր պարգև փոխանցեմ, եւ դուք հաստատվեք»։ Գիտեք ինչն է հրաշալի։ Պարտադիր չէ, որ ես գամ եւ հանդիպեմ ձեզ։ Պողոսը տեսախցիկներ չուներ, նա համացանց չուներ։ Նրա օրերում չկար ամբողջ աշխարհով տարածված այս ցանցը, նա չուներ Wi-Fi։ Իսկ հիմա ես կարող եմ խոսել Մոնղոլիայից ինչ-որ մեկի հետ, կարող եմ աղոթել ձեզ համար եւ Սուրբ Հոգու ներկայությունը գա հենց այդտեղ, Մոնղոլիայում, Ուլանբատորում։ Եթե դուք Իրանում եք կամ Մյանմարում, Աստծո ներկայությունն է, որ պատելու է ձեզ հենց հիմա։ Ուստի խնդրում եմ, որ պարզապես բարձրացնեք ձեր ձեռքերը դեպի Աստված եւ Քրիստը կաղոթի ձեզ համար։ Հայր Հիսուսի անունով ես աղոթում եմ ամեն ուսանողի համար, ամեն մարդու համար, ով մասնակցեց այս դասընթացին, ամեն մեկի համար, ով հենց հիմա դիտում է մեզ։ Հիսուս, դու ասել ես, որ երբ մենք քո անունով հավաքվում ենք, դու մեր մեջ ես։ Դու ես պարգևներ տվողը։ Դու մեկն ես, ով ուղարկել է Սուրբ Հոգուն, ով պարգևներ է տալիս եկեղեցուն։ Տեր, հենց հիմա կան մարդիկ, ովքեր քո պարգևի կարիքն ունեն, որպեսզի մասնակցեն վերջին օրերի բերքահավաքին, որպեսզի կառուցեն քո տունը, քո արքայությունը։ Այս վերջին օրերում, Հայր, թող հոգին, քո հոգին իջնի նրանց վրա հիմա, ամեն տղամարդու, ամեն կնոջ եւ ամեն երեխայի վրա, ով լսում է ձայնս։ Հայր, խնդրում եմ, որ 10 պարգևներդ, որպեսզի քո ժողովուրդը կառուցի քո տունը եւ քո տունը լցվի։ Հայր, աղոթում եմ Հիսուսի անունով, որ նրանք կարողանան բացահայտել այն պարգևները, որ տվել ես նրանց, որպեսզի կարողանան զարգացնել այդ պարգևները եւ իրագործել այն յուրահատուկ կոչումը, որը դրել ես նրանց կյանքերում։ Հայր, շնորհակալ եմ այս ամենի համար եւ օրհնում եմ նրանց Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով։ Հայր, աղոթում եմ նրանց համար, ում տեսնում եմ հոգումս տեսնում եմ մարդկանց, ովքեր կարծում են, թե ձախողել են Աստծո կոչումն իրենց կյանքերի համար, նրանք սխալներ են գործել եւ խոչընդոտ հանդիսացել պարգևները գործելուն, սակայն ինչպես Ջոնն ասաց նախորդ դասերից մեկի ժամանակ, այդ պարգևները եւ Աստծո կոչումը անվերադարձ են տրվում, Աստծո պարգևը շարունակում է մնալ տեղում, Աստծո կոչումը դեռևս ձեր կյանքերում է, ուստի Հիսուսի անունով մենք հենց հիմա ակտիվացնում ենք այդ պարգևները, հրամայում ենք, որ դրանք կենթանանան, այնպես ինչպես Եզեկիելը հրամայեց մեռած ոսկորներին։ Մենք հրամայում ենք, որ այդ պարգևները կենթանանան։ Շնորհակալ ենք Սուրբ Հոգի, որ կյանք ես տալիս նրանց սրտերին հենց հիմա։ Շնորհակալ ենք հարության, զորության համար Հիսուսի անունով։ Շնորհակալ ենք, որ բանակ է բարձրանում Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն եւ ամեն։ Վաու։ Ես վերապրում եի Աստծո ներկայությունը։ Նշանակություն չունի, թե որտեղ ես այս պահին, Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, թե Աֆրիկայում, կարող ես վերապրել Աստծո ներկայությունը։ Ուզում եմ հիշեցնել, որ այն ամենը, ինչից խոսեցինք, նաև ավելին, զետեղված է իմ նոր գրքում, որը կոչվում է «Բազմապատկիր, Աստծուց քեզ տրված ներուժը»։
Բազմապատկիր Աստծուց քեզ տրված ներուժը, սա այնքան կարևոր է, որ որքան էլ շեշտադրեմ միևնույն է քիչ է։ Իմ որդին մի օր ասաց ինձ. հայրիկ, կարծում եմ սա քո գրած լավագույն գրքերից է։ Գիտեմ, որ շատ ես գրել։ Դու կարդացել ես իմ գրած բոլոր գրքերը, այո։ Այո, այս մեկն իմ ամենասիրելին է։ Սա ասում եմ, քանի որ իսկապես ցանկանում եմ հաստատված տեսնել այն, ինչ Աստված արեց ձեր կյանքերում այս աղոթքի եւ դասընթացի միջոցով։ Իսկ ինչ որ բան հաստատվում է, երբ մի բանը շարունակաբար կրկնում ես։ Ուստի քաջալերում եմ ձեզ, որ մեկ անգամով չբավարարվեք, այլ կրկին ու կրկին անցնեք այս դասընթացը։ Ընթերցեք եւ վերընթերցեք գիրքն այնքան մինչեւ որ այն իրական դառնա ձեզ համար, որպեսզի հավատքով ընդունեք ձեր կյանքում արկա գերբնական խարիզման։ Սիրում եմ ձեզ։ Քրիս, պատիվ էր քեզ հյուրընկալելը։ Շնորհակալ եմ, որ Messenger թիմի անդամն ես եւ համագործակիցը։ Մենք քեզ մեր որդու պես սիրում ենք եւ գերագույն հաճույք ենք ստացել քեզ սրա մասնակիցը դարձնելուց։ Այնքան ոգևորված եմ։ Արդեն տեսնում եմ, թե ինչպես են փոխվում քո ազդեցության շրջանակները Աստծո գերբնական պարգևի շնորհիվ, որը կա քո կյանքում։ Մենք սիրում ենք քեզ։ Եղիր օրհնված։ Կրակը վառ պահեք, թանկագիններս։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարանը Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 125 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։